Բարևընկերներ, երեկ եմ իմացել, որ ընդունվել է օրենք կրիպտոյի հետ կապված, որը այդ օրինագիծը վերել է Կենտրոնական բանկը։ Օրենքը լրիվ copy-paste են արել եվրոպական MiCA կարգավորումից։ ԿԲ-ն միշտ կարող է փոփոխություններ անի օրենքի մեջ, որը դաշտը դարձնում է ավելի անկանխատեսելի։ Կառավարության հիմնական միտքը, այն ուղերձը, որի համար այս ամեն ինչը արվել է, դա կրիպտոյի հետագծելիությունը ապահովելն է, որը ինքնին անհնար է կրիպտոյում անել, նույնիսկ տեղյակ եք, եթե կրիպտոյի մեջ եք 1.5 միլիարդ վերջերս, որ Ethereum-ի տեսքով Bybit-ից գողացան, մինչև հիմա չգիտեն թե ովքեր են։ Ես հիմա չեմ ուզում շատ տարբերակներ վերել, թե ինչպես կարելի է հետագծելիությունը կորցնել կրիպտոյում, թեկուզ եթե դուք առել եք այդ կրիպտոն KYC-ով անցած ինչ-որ բիրժայից կամ թեկուզ հենց կառավարությունից էլ գնեք, ասենք իրենց ստեղծած կայքով գնեք, փոխանցեք ինչ-որ մի հատ MetaMask-ի ձեր wallet-ին, որը առանց KYC-ի է։ Հիմա ինչ-որ ասում եմ, դա ֆինանսական խորհուրդ չի, դա ինչ-որ մի գործողության ուղերձ չի, ես ուղղակի ասում եմ տարբերակներից մեկը, որի շուրջ կարող են մտածել են մարդիկ, ովքեր որ ընդունել են այս օրենքը կամ եթե կհասնի էլի իրանց։ Օրինակ գնում են Monero, որի ցանցի մեջ դու չես տեսնում ընդհանրապես blockchain չի էլ, ինքը ուրիշ սիստեմով աշխատում, որի մեջ փոխանցողի տվյալները չկան, չի երևում թե որ հասցեից որ հասցեա փոխանցվել, ինչ շապի գումար է փոխանցվել, գնաց Monero-ի կոնկրետ երկու wallet կա, այդ երկու wallet-ները վсё գումարը չի երևում, ինչ եղավ, ինչ չեղավ։ Այլ ես չեմ խոսում միքսերների մասին կամ այլ տարբեր տեսակի հետագծելիությունը կորցնելու տարբերակների մասին, հա։ Այս ամեն ինչը ես վստահ եմ արվել է որպես բիզնես մոդել։ Վերջերս TikTok-ում մանավանդ գովազդներով տեսած կլինեք Sky Wallet, Sky Terminal, այդ կազմակերպության, այդ էկոսիստեմի գովազդները։ Եթե մտնեք իրենց պաշտոնական էջը ու տեսնեք միջնորդավճարները ու համեմատական բերեք օրինակի համար բիրժաներից ինչ-որ մեկի նույն ցանցի մեջ, նույն սերվերի մեջ փոխանցման, կտեսնեք տարբերությունները գնային մոտավորապես 10 անգամ շատ են։ Այս գրաֆիկում երևում է միջինացված միջնորդավճարների գումարը, հա։ Օրինակ Web20 Binance Smart Chain-ի ցանցով տեղափոխություն անելու համար ձեր գումարների, հա, այդ blockchain-ը օգտագործելով Binance-ի մեջ հիմնականում ամենաշատը, որ ասնում է 0.1 ցենտ կոմիսիան է, բայց լինում է որ լրիվ անվճար է։ Իսկ այս մեր հայկական տերմինալը դրամապանակը օգտագործելով դուք կտաք $4.5, համարյա 4.20 էր, 4.5 էր, չեմ հիշում։ Մի խոսքով արդեն պարզ է թե ինչի համար են անում, իրանք լավ էլ հասկանում են թե blockchain-ը ինչ է։ Չեմ կարծում որ մեր ֆինանսիստները, ովքեր աշխատում են ԿԲ-ի համար, մի որոշ ժամանակ ծախսեին չէին հասկանա թե blockchain-ը ինչ է, ոնց է ինքը աշխատում, ինչ կարող են անել, ինչ չեն կարող անել։ Մի խոսքով հասկացել են որ կրիպտոյի մեջ փող կա ու ուզում են նույնիսկ այստեղ ժողովրդի վրա գումար աշխատել։ Այլ կերպ ես չեմ տեսնում։ Գրեք ձեր մտքերը կոմենտարիաներում, ծանոթացել եք այս օրենքի նախագծի հետ ու ինչ մտքեր ունեք вообще այս ամեն ինչի հետ կապված։ Շնորհակալություն։